Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրվա իմ վերջի վիդեոն է նկարահանեմ ու ձեզ հաջողություն մաղթեմ, վիդեոները ներբեռնեմ, Հայաստանում գիտեք ինտերնետ այնքան դանդաղ է, հիմա գիշերվա 2:50 րոպե է, ես նկարում եմ մեր տան այլանդամի հեռախոսով, իմ հեռախոսում տեղ չկա, 2:51 րոպե է, վիդեոն կվերջացնեմ ու այդ վիդեոները մինչև ներբեռնեմ հազիվ առավոտյան ընկնի YouTube։ Տեսնենք, կընկնի թե չի ընկնի, լինում է այնքան երկար է տևում։ Մի հատ ուզում եմ L'Oreal-ի շրթունքների մասին խոսեմ։ Ուրեմն L'Oreal ֆիրման ես փոքրուց էի սիրում, որովհետև որոշակի պրոդուկտներ ունեի, կամ նվերներ, կամ մամայի պրոդուկտներից, որ շատ հավանում էի։ Մամաս ուներ մի հատ շրթներկ, ես դա շատ շուտ վիդեոյի մալիքի կարծեմ սկզբներում, ուներ շրթներկ, տյուբիկով շրթներկներից, կարծեմ ձեռք էր բերել այն ժամանակ այն 2000-ականներին, որ նոր մտել էինք 2000 թիվը 5000 դրամով, այդ ժամանակի 5000 դրամը մեծ գումար էր, էլի, 1000 դրամը արժեք ուներ, ու բավականին լավ շրթներկ էր, դեռ մինչև ես վերջերս ես իրան ունեի, հոտը չէր փոխվեց, տեքստուրան ընտիր արտակարգ, շատ լավն էր։ Դրա համար ես օնլայն որոշեցի պատվիրեմ այս L'Oreal-ի շրթներկը եւ նաեւ այս մի շրթներկը, համոզված լինելով, որ L'Oreal-ը բավականին լավ շրթներկներ, կոսմետիկ միջոցներ ունի, ձեռք բերեմ, ինչի ձեռք չբերեմ։ Բայց ես իրանց անգամ եմ, որ կոպիտ ասած 1000 դրամի չէի տա, որովհետև գոհ չեմ, իրանց պրոդուկտներից вообще գոհ չեմ։ Ու չեմ կարծում, որ այդքան մեծ գումարով իրանք վաճառում են, իրանք իրավունք ունեն տենց վատ կաչեստվա վաճառեն։ Այսինքն, այս ֆիրման փաստորեն ինքը փչացավ։ Մահացել է, վերակենդանանալու հավանականություն չունի։ Ու ես արդեն կվախենամ L'Oreal-ից ինչ-որ պրոդուկտ գնեմ։ Եվ մի 6 տարի առաջ է ընկերուհիս ուներ L'Oreal-ից մատվի շրթներկ, սրա նեղ տեսակը։ Այս տիպի, բայց ասենց նեղոտ։ 6000 դրամ էր կարծեմ, ուղղակի Գերմանիայից էին ուղարկի, տենց առել էր, շատ լավ պրոդուկտ էր, շատ հարթ էր քսվում, շատ բարակ, մակից է լավ շրթներկ էր։ Ու ես որոշեցի ձեռք բերեմ, ասեցի դե ուրեմն տեքստուրաները դեռ չեն փչացել, ձեռք բերեմ։ Մի հատ պատվիրեցի սրանից, մի հատը սրանից։ Առաջինը ես գլոսը փորձարկեցի, նախ նշեմ, որ երկուսի հոտերն է շատ վատն է։ Առաջի մինուսը, հոտը շատ վատն է։ Մի ձև խեղտող, տհաճ հոտ է, որ ամենաէժանագին շրթներկը կարա տենց հոտ ունենա։ Вообще, այն որ քսում ես մի ձև խեղտող բան ունի։ Այն որ հնացած արդեն շրթներկը կարա տենց մի քիչ խեղտող ազդեցություն ունենա, հա։ Առաջի բանը, որ ինձ դուր չեկավ, հոտն էր, համը, հոտը, որի պատճառով ես նաև համ ես, հա, զգում եմ, որ այդ հոտը շատ զգում ես, նաև ոնց որ բիրանիդ մեջ ինչ-որ համ լինի։ Որի պատճառով եմ, որ ես զգում եմ, ես իրեն չեմ կարող օգտագործեմ։ Բայց բավականին երկուսին էլ հագին գումար էի տվել։ Արդեն չեմ հիշում, որը 5, որը 6, թե որը 4, չեմ էլ հիշում, որին ինչ կան, բայց թանկ էր։ Այս շատ բաց հոտ գույն էր, այս գույնը տենում եք, սենց գույն էր, բացը вообще չսազածին, ստիպված իր հետ մի քիչ մուգ գույն խառնեցի, սենց խառնուրդ արեցի, որպեսզի կարողանամ իրան քսեմ։ Շատ բաց էր, սփռնած գույն էր տալիս։ Ուրեմն, առաջի մինուսը վատ բան եմ ասում, արդեն հոգնած եմ խոսում, առաջի մինուսը, որ իր հոտը լավը չէր։ Երկրորդը գույնը, սիրուն գույն է երևում, տենց տուփի մեջ քսում ես շրթունքներին հետ սիրուն չի։ Երրորդը իր մեջի փալիկները շրթունքների վրա զգացվում է։ Չորրորդը իր այդ լիպկիությունը շրթունքների վրա կոմֆորտ չի։ Հետո քսում ես այդ հոտից մի ձև խեղդվում ես, հաճելի չի, ուզում ես իրան շուտ մաքրես։ Շրթունքների վրա ընդհանրապես կոմֆորտ չի իրան կրելը, թանկանոց շրթներկը իրավունք չունի տենց նստի շրթունքի վրա եւ իրավունք չունի իր կաչեստվանես լինի, որ հաճելի չլինի շրթունքի վրա կրել եւ ցանկություն լինի իրան շուտ մաքրել։ Եվ վատը գիտեք որն է, որ այս նույն շրթներկից քույրս ինձ համար նվեր էր ուղարկել ու նույն համարը։
ասում ինչքան գումար ես տվել, ասում դե տենց 800 ռուբլու կարգի։ Ինքը տես մի հատ բնավորություն ունի, կարող այդ պայն առներ, հետո ասեր լավ նա ինձ համար էի ուզում առնեմ չառա, գնամ հետո առնեմ, իրան զգուշացեցի, որ հանկարծ չգնաց առնես։ Գոնե ուրիշ համար ուղարկած լիներ, էլի նույն համարն ա ուղարկե ինձ։ Մի խոսքով իրան որ կսում ես մի ձև անգամ շրթունքները ոնց որ սենց քոր կա, չգիտեմ, հեչ հաճելի չի շրթունքների վրա կրելը։ Այդ փալիկները զգում ես շրթունքների վրա, իր այդ լիպկիությունը հաճելի չի։ Չգիտեմ ոնց բացատրեմ, մի խոսքով ոչ իման ինքը հաճելի չի։ Նույնը սրա հետ կապված։ Սրա հոտը նույնպես վատ հոտ ունի, ինքն էլ էլի թանկ է, մեջը շատ քիչ է պրոդուկտը որպես այդպիսին, տենց շատ չի էլի պրոդուկտը։ 111 համարն է, ես իրան կսում եմ շրթունքի վրա, գիտեք ոնց է ինքը սիրուն լինում, կառեշնևի, ինքը ռոզվի է, չէ, իրան ռոզվի կոնտուրով չեմ անում, կառեշնևի կոնտուրով եմ անում, սիրուն է ստացվում։ Յուղոտ տեքստուրա ունեցող շրթներ կա, սենց։ Ես ես գնի կառնեի տենց մի 700-ից 1000 դրամով սենց շրթներ, հաստատ կառնեի։ Հոտն էլ էլի ինձ հաճելի հոտ չի, նենց որ կօգտագործեմ էլի ինչ որ ձև, գոնե սա կօգտագործեմ, սա էլի տենց շատ չեմ նեղվում շրթունքների վրա, իսկ սա շատ եմ նեղվում, իր լիպկիությունը, ընդհանրապես կոմֆորտ չի, ծանրությունը շրթունքների վրա շատ անհարմար մի բան է։ Իսկ սա շրթունքների վրա տանելի է իր պրոդուկտը, բայց այս գնի ես կառնեի մի հատ ուրիշ ֆիրմա, որ ավելի հարթ կնստեր շրթունքների վրա, ավելի սիրուն կնայվեր եւ խեղդող հոտ չեր ունենա։ Մի խոսքով ես այս պրոդուկտները ոչ մեկին խորտ չեմ տա ձեռք բերել։ Մի բան էլ, այս Zolotoy Yablokayից Art Visage ձեռք եմ բերել 150 ռուբլիով, օրինակ քույրս ասում էր ես այժմ բան չեմ սիրում օգտագործեմ, հետո ասեցի մի րոպե, ստոպ։ Ես որպես դիմահարդար հիմա քեզ նստեցնում եմ իմ բոլոր պրոդուկտների հետ ծանոթացնում եմ եւ դու համեմատում ես քո ինչ որ թանկ ֆիրման էժանի հետ։ Հիմա սրանից ինքը ինձ էլ անվեր տվե, ես էլ եմ ձեռք բերել եւ ասում եմ լավը չի։ Եվ սա համարվում է այտենց միջին գնային, ինքը բյուջետնի չի համարվում։ Թանկ է։ Սա էլ էժանն է։ Ասենք սա 800 ռուբլին է, սա էլ 150 ռուբլին է։ Ուրեմն որպես գլոս, նենց սիրուն գլոս է ինքը, նենց կոմֆորտ է իրան կրելը, նենց անուշ հոտ ունի, նենց աբյոմ է տալի շրթունքներին, նենց սիրուն է նայվում շրթունքներին, նենց հարմար է իր վրձինը, ես այս պրոդուկտի հետ կապված ոչ մի մինուս չեմ կարող ասել։ Ոչ մի մինուս։ Իր գինը հենց 150 ռուբլի չի, այդ պահին սկիզբով եմ առել։ Կարող է 200 ռուբլի, 250-ը չեմ կարող տենց հիշեմ, դե ես Ռուսաստանում չեմ ապրում, տենց մի 2 ամսով էի գնացել, Zolotoy Yablokayում 2 անգամ տեսա, էլի հենց L'Oreal-ի իմ ուզած գույնին ու փայլերին նմանացրեցի, դրա համար ձեռք բերեցի, որովհետև ես ունեի այդ շրթներկը, մամայի շրթներկը, որ ուզում էի նորից սրանով ստանամ, չստացա, սրա միջոցով ստացա։ Սա նենց սիրուն գլոս է, նենց սիրուն աբյոմ է տալիս, ամառը պսպղում ես, հոտը արտակարգ է, գնահատում եմ 10-ից 10։ Տեքստուրան, տեսեք, սա էլ է գլոս, սա կոմֆորտ չի շրթունքի վրա կրել, անգամ քոր է զգացվում շրթունքների վրա, սա կոմֆորտ է, ծանրության զգացում չկա, շատ սենց հյութեղ, աբյոմով, ոնց որ լցրած շրթունքներ լինի, չգիտեմ, շատ սիրուն է նայվում շրթունքների վրա, ես իրան մենակ իրան տենց չեմ կսում, սիրուն կոնտուր եմ անում, սիրուն շրթներ, վրայից է տենց թեթև իրան եմ անում, ինքը արտակարգ շրթներ կա։ Ես մենակ իրան չեմ կսում էլի, տենց մենակով իրան որ կսում ես բաց է լինում։ Շրթներկի վրայից եմ անում, շատ արտակարգ մի հատ շրթներ կա։ Համարը 413 համարը։ Հոտն էլ է հաճելի, խեղդող չի, նենց աշուշենյա չես զգում, որ ուզում ես իրան մաքրես։ Պրոդուկտը տենց պիտի չլինի։ Հիմա սա 150 ռուբլին է, ու շատ արտակարգ միջոց է։ Հաջորդը, սա գնել եմ Ամերիկայից AOA ֆիրմայից, սա $1 ապրանք է, քաշը հետը թող լինի $2, $2.5։ Էլի շատ արտակարգ միջոց է, շատ գոհ եմ, շատ լավն է։ Շատ լավն է, սրանից երկրորդն էլ ունեմ։
Եվ մի հատ է ֆիրմա էլի ռուսական սայտից պատվիրել եմ, ուր այն միշրտներկս, հա, երբ ես կոսմետիկայից մեջ եմ, իմալի քեսպիսին է, ես կիսվում եմ անկեղծ այն պրոդուկտներով, որոնցով գոհ եմ, այս շրտներկը նստում է շատ արտակարգ, այս մորակրոջը շրտներկն է, գնացել է Երևան, մի ամիտ մնաց մոտս, պիտի իրան էլի հետ տամ, ջղայնացավ չակերտավոր ասում է, վայ, այդ մամատա ինձ նվիր է, իմ քույրիկն է ինձ նվիր է, էլի ինձ հետ կտաս, արտակարգ սիրուն կարմիր գույն է, փաստորեն, այս շատ շուտ մաման իրան նվիրել է, Weight and Wild, այս ֆիրման ոնց է եղել Վանաձորում, որ մաման առել է, այս կարծեմ ձեռքի վրայից էր առել համար, Ամերիկայից է այս ֆիրման, ինքը բյուջետնի կարծեմ ֆիրմա, բայց արտակարգ, հարթ, սիրուն նստող շրտներ կա, մակի նման է ինքը նստում, պրոստը նախոտկը, այսա շրտներ կա, կարամ վատ բան ասեմ, այս իմ ասած այդ $1 շրտներքն է, որ տենց քաշով կարող է, կներեք $1 չէր, կարծեմ $1.50 էր, խառնում եմ, թե $2 էր, նո մի խոսքով ուզում է $3 լինի, ինչքան էր, $1.55, չեմ կարում հիշեմ, թող լինի $2, $3, ամեն դեպքում էլի էժան է, մեջ է մի աշխարհ պրոդուկտ է, օգտագործի, ոչ մի ձև չի ուզում վերջանա այս խղճ պրոդուկտը, և սա, ուդու, բամբակի մառոժնի, չգիտեմ քաղցր կարամելի հոտ է գալիս, սա գրած է բամբակի մառոժնի, բայց ինքը քաղցր կարամելային հոտ է գալիս, շատ լավն է, շատ գոհ եմ, ես իրան շրտներքների վրայից տենց սիրուն կսում եմ, ու շատ սիրուն է լինում, և այս Big Color-ը, սա ձեռք եմ բերել 1360-1400 դրամի կարգի է, դրամով, 6 տոննա Ազոնից եմ ձեռք բերել, Ազոն, մեկ Ազոն ասում, մեկ Օզոն, մեկ ասում է Օզոն պիտի ասես, մեկ ասում է Ազոն, հիմա ես համ ասում եմ Ազոն, համ Օզոնից, ուրեմն Ազոնից եմ ձեռք բերել, 2027 թիվը ժամկետի մեջ է, 6-րդ համարն եմ ձեռք բերել, 25 թվին արտարդարվել, 27 թիվն է մինչև ժամկետի մեջ, սա էլ ես մենակ իրան չեմ կսում, հա, իրան շրտներքի ու սիրուն կոնտուրի վրայից կսում եմ, որպես գլոս, սա գիտեք, որ գլոսներից են, որ շատ փափուկ է, շատ սենց պինդ տեքստուրաները չի, որ պինդ նստում է, սա մի քիչ թույլ նստողներից է, ուրեմն հոտը, քաղցր, կարամելի, ինչ-որ կարամելային կոնֆետի հոտ է գալիս, շատ հաճելի է իրան կրելը, խեղդող չի, 1400 դրամի կարգի ընտիր մի բան է, լուել խանութից էլ ես տենց լիքը թանկ շրտներքներ էի գնել, էլի այն չէր, ինչ որ պետք էր, իսկ սա Belor Design, ինչ որ բելառուսական կոսմետիկա է, շատ լավ է նստում շրթունքին, 6 համարն եմ ձեռք բերել, տենց պերսիկ կեղտոտ կարիշնիվի գույն է, իրան շրտներքի վրայից և սիրուն կոնտուրի վրայից ուղղակի կսում եմ, որպեսզի հյութեղություն տա շրթունքներին, շատ լավն է, դե տեսեք, հիմա սա էժանն է, սա թանկն է, սա էժանն է, սա թանկն է, սա էժանն է, սա թանկն է, այս երկու պրոդուկտը, ուրեմն Art Visage և Belor Design-ը շատ լավն է, այս ֆիրմայից էլի էի ուզում գնեի, հետո ասեցի Հեղինե ջան, հանգստացի, այսքան ետ պիտի օգտագործես, կվերջանա, ինչպես քույրիկս էր ասում, բալիկ ջան, կվերջանա, էլի կգնես, ինչ ես խառնում իրար, այսա պուպան է, սա էլ է թանկ, էժան չի, տենց մի 7000 դրամի կարգի էր, էլի տենց դուրս չի եկել, շրթունքների վրա կոմֆորտ չի իրան կրելը, ծանրության զգացումը, մեջի փայլիկները զգում ես, կոշտ փայլիկները, հետո էլ այդքան չեմ օգտագործել, ինչքան ինքը թափվել է, ասենց կողքերից թափվում էր, так что բյուջետնիներից գոհ եմ, Belor Design գնել եմ Ozonից, Ազոնից, 1400 դրամ, 150 ռուբլի, Art Visage, սա ուրեմն 6 համարն է, սա 413 համարն է, Art Visage-ը, սրանք համարներ չունի, մեկը գլուբնիկն է, մեկը բամբակը, AOA ֆիրմայից Ամերիկայից, այսքանը, հուսով եմ օգտակար էր իմ այսօրվա վիդեոն,
մի նայեք միայն բրենդի եւ մարքեթինգի զով մի դարձեք, անգամ տեսեք Estee Lauder-ը, որ այդ պրոդուկտից միայն ինձ դուր է գալիս նու չնչին չափով է դուր գալիս, ասենք դուր է գալիս Estee Lauder-ի տոնայինի այն պահը, որ ինքը ամբողջ օրը կայուն մնում է, ոչ թե ինքը ոնց է տես դեմքին նստում, բաներ կա դուր է գալի, բաներ կա չէ։ Estee Lauder-ի հաջողվածը դա տոնայինն է, բայց ես տենց իրան շատ նման ու 10+ չեմ նշանակի, տենց 6+։ Բայց այնտեղ ունի ինքը շրթներ, տուշ, ես ունեցել եմ շրթներկը, տենց ինձ համար ոչ մի բան էր։ Ունեցել եմ գլոսը, սա ավելի լավ գլոս է, ասենք Estee Lauder-ն ինչի համար տամ 15000 դրամ գլոսին, եթե սա ինձ ավելի է դուր գալիս։ Estee Lauder-ի տուշին ինչի համար տամ տես մի 20000 դրամ, եթե ինձ 5000 դրամանոց տուշը շատ ավելի է դուր գալիս։ Estee Lauder-ի այնտեղ ծենին ինչի համար տամ մի աշխարհ գումար, եթե вообще ինձ դուր չի գալիս, ձրի էտան չեմ վերցնի։ Դրա համար տեսեք ամենահայտնի ֆիրմաներն է, որ ինչ որ մի պրոդուկտը շատ դուր է գալիս ու մի հատ բում է առաջանում, որ այսինչ պրոդուկտը լավն է, հենց ամենաթանկ, ամենալյուքս դասի կոսմետիկան էլ լիքը պրոդուկտներ ունի, որ շատ վատն է ու չարժե առնել ու մարքեթինգի զոհ դառնալ։ Դրա համար զգուշ եղեք, միջացելի աղջիկներ ջան, խնայեք ձեր գումարները, որովհետև այդքան էլ հեշտ չեք վաստակում, եթե անգամ հեշտ եք վաստակում, ուրիշ տեղեր ծախսեք, որովհետև ես մի աշխարհ գումարներ ծախսել եմ դուխիների, կոսմետիկաների վրա եւ ձեզ խորհուրդ եմ տալիս արդեն իմ փորձից հուսով եմ օգտակար խորհուրդներ եմ տալիս։ Լավ եղեք։